Խնդրեմ ներկայանալ, տեսնեմ։ Հարությունյան Օնիկն եմ, Արմենի մոտ ընկերներից եմ։ Ուղղակի ժողովուրդ, այս ամեն ինչը, այն ինչը որ արվում է ընդդիմադիր, թե բլոգերների, թե ընդդիմադիր դաշտում, էսի անելու բան չի։ Սենց մարդու չեն լռեցնում, սենց չեն պայքարում։ Մենք պայքարում ենք մեր երկրի, մեր հողու ջրի համար, իսկ իրանք աթոռի համար նման ստորությունների ունակ են։ Ես չեմ ուզում ոչ մեկի հետ կապեմ, չեմ ուզում մարդկանց անուններ տամ, կոպիտ ասած, որտեղ չգիտեմ էլ ռեալ թե ինչ է, իրավապահ համակարգը թող զբաղվի այդ գործով, իմ կարծիքով մեր իրավապահ համակարգը այս անգամ աչալրջորեն կհետևի իրադարձությունների, որտեղ սա կոնկրետ հարված էր մեր ընդդիմադիր դաշտին եւ նաեւ մեր Արմավիրի մարզային քննչական բոլոր ծառայություններին։ Սա ստեսպտի չլիներ էլի։ Դուք այլ ուժի ներկայացուցիչ եք, ուժեղ Հայաստանից եք, ձեր ընկերը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից է, դա չի խանգարում իրար։ Չէ, առհասարակ մենք արդեն 7-8 տարի է մենք ընկերներ ենք իրար հետ, անկախ քաղաքական հայացքներից ամեն դեպքում Արմենը միշտ իմ ընկերն է, եղել է ու կա կմնա։ Ինչ չի խանգարում, մեր քաղաքական տարբեր հայացքները մենք չենք բերում կապում մեր շփման հետ։ Մենք միշտ մեր ամեն օրվա ընկերներ ենք, առօրյայի մարդ ենք, չի խանգարում մեզ։ Իսկ ինչպիսի աջակցություն եք պատկերացնում, որ պետք է տրվի ձեր ընկերոջը։ Չեմ պատկերացնում։ Այսքան ժամանակ մեզ ոչ մի պարագայում էր, ոչ մի բանով էր, ոչ մեկ չի աջակցել, իսկ իշխանությունը ինչ աջակցի։ Իշխանությունը կյանքում մեզ ինչով աջակցի։ Բացի մեզի կալանավորելուց, բացի քրեական հետապնդումներ կազմակերպելուց, իրանք ուրիշ ոչ մի բանի ունակ չեն։ Իսկ ինչ եք կարծում, ձեր ուժի նկատմամբ նման գործողություններ արվել են կամ կարվեն լրացնել։ Դե չեմ կարող ասեմ, որովհետև օր-օրի օղակել ավելի է սեղմվում։ Չեմ կարող ասեմ ինչ իրադարձություններ տեղի կունենան, ամեն ինչեր սպասում ենք մենք։ Ամեն ինչ, այն ամեն ստորության մենք արդեն սպասում ենք։ Այս դեպքը լինի սա մեզ բոլորիս ի ցույց, որ ամեն ինչ ունակ են այս մարդիկ։ Սա ձեզ համար սպառնալիք չէ, որ դուք հետագայում կանգնեցնեք ձեր գործունեությունը ու պայքարը։ Իհարկե ոչ։ Հենց սենց բաները էլ ավելի են մեզ ստիպում, որ մենք էլ ավելի հուժկու աջակցենք մեր պետությանը։ Դուք երբ եք իմացել դեպքի մասին։ Ես 3 երեկոյան եմ իմացել 12-ից 10 երևի Արմենը զանգարել է ինձ, ես եղել եմ դեպքի վայրում։